Իսպանական ավանդական մաքրագործման արարողության ժամանակ, որը հայտնի է որպես Las Luminarias, մոտ 100 ձի ցատկել է խարույկի վրայով San Bartolomé de Pinaresի նեղ քարե փողոցներով անցնելուց հետո։ Մադրիդից հյուսիս-արևմուտք անցկացվող ամենամյա միջոցառումը տեղի է ունենում ամեն տարի Իսպանիայի կենդանիների հովանավոր Սուրբ Անտոնիոսի օրվա նախօրեին։ Ըստ ավանդույթի խարույկի ծուխն ու բոցը մաքրում են ձիերին, նրանց պաշտպանելու համար գալիք տարվա ընթացքում։ Ինձ համար սա քաղաքի լավագույն փառատոնն է անկասկած։ Այն տարբեր է եւ ի վերջո մենք ամբողջ տարին ձիերին պահում ենք եւ հոգ ենք տանում նրանց մասին այս փառատոնի համար։ Չնայած փառատոնը քննադատության է արժանացել կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերի կողմից, կազմակերպիչները նշում են, որ նրանք կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկում կենդանիներին պաշտպանելու համար։ Օրինակ, հյուսում են բաշերը եւ ծածկում պոչերը այրվածքներից խուսափելու նպատակով։ Ռուսաստանի Յակուտիայի մարզում ավարտվել է աշխարհի ամենաէքստրեմալ երկար տարածության մրցավազքերից մեկը՝ 7-րդ ամենամյա Օյմյակոն ցրտի բևեռ կոչվող մարաթոնը, որի ժամանակ վազորդները պայքարել են -41 աստիճան սառնամանիքի դեմ ըստ Ցելսիուսի։ 50 մասնակից վաղ առավոտյան Տոմտոր գյուղից դուրս է եկել մասնակցելու 50 կիլոմետր եւ 42.2 կիլոմետր մրցավազքերին, հաղթահարելով Օյմյակոն շրջանի սառնամանիքը։ Այն հայտնի է որպես երկրի ամենացուրտ բնակեցված վայրերից մեկը։ Մասնակիցների թվում էր նաեւ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի 50-ամյա նախկին ավագ Ալեքսեյ Սմերտինը։ Նա 50 կիլոմետր մրցուղին հաղթահարել է 4 ժամ 45 րոպեում, դառնալով իր տարիքային կատեգորիայի հաղթողը։ Վազքուղին հիանալի է։ Կարծում եմ Օյմյակոնի շուրջ ոգևորությունը տարեցտարի աճում է։ Անցած տարի մասնակիցներն ավելի քիչ էին, բայց հաջորդ տարի վստահ եմ ավելի շատ կլինեն։ Ճանապարհի երկայնքով մարդիկ մեզ քաջալերում են։ Տեսարաններն էլ իսկապես զարմանալի են։ Երբ պարզապես անջատվում ես եւ մենակ ես մնում բնության հետ, հասկանում ես, որ եթե դիմադրես դրան, այն պարզապես կթաղի քեզ ձյան տակ, բայց եթե պարզապես հանձնվես եւ մի փոքր թուլանաս, անտեսելով նույնիսկ ցավն ու հոգնածությունը, ապա բնության ուժը կօգնի քեզ։ 50 կիլոմետր ուլտրամարաթոնի ընդհանուր հաղթողը Յակուտիայում ծնված 42-ամյա վազորդ Ալեքսանդր Մոեդոն է, որը Տոմտորն ու Օյմյակոնը կապող երթուղին ավարտել է 3 ժամ 28 րոպեում։ Մեկ այլ տեղացի մարզիկ Լեոնիդ Զիկովը սահմանել է նոր ռեկորդ մարաթոնյան ամբողջական հրավառության վրա, եզրագիծը հատելով 2 ժամ 58 րոպեում։ Սա նման ծայրահեղ ցրտի պայմաններում մարաթոն բազելու նրա առաջին փորձն էր։ Այս տարվա միջոցառմանը գրանցվել է ընդհանուր առմամբ 96 վազորդ Ռուսաստանի 44 շրջանից, նաև Ճապոնիայից եւ Բելարուսից։ Սա հոլանդական կակաչների սեզոնի տոնական մեկնարկն է, չնայած դեռ ձմեռ է։ Հազարավոր մարդիկ են հավաքվել Ամստերդամի թանգարանների հրապարակում ազգային կակաչների օրը տոնելու եւ ստեղծիր քո սեփական այգին անվճար կակաչներով խորագրով միջոցառմանը մասնակցելու համար։ Հոլանդական կակաչներ աճեցնողները, որոնք նվիրաբերել են 200,000 ծաղիկ, կազմակերպել են միջոցառումը նշելու կակաչների վաճառքի սեզոնի մեկնարկը։ Ես պարզապես սիրում եմ ծաղիկներ, առաջին անգամ եմ այստեղ, այժմ ոչ ոք ինձ համար ծաղիկներ չի գնում, այնպես որ կարծում եմ սա իսկական ջեքփոթ էր ինձ համար։ Յուրաքանչյուր այցելուի թույլատրվել էր անվճար հավաքել 10 կակաչ, չնայած շատերը վերցրել են իրենց բաժնից ավելին։ Կազմակերպիչների խոսքով Նիդերլանդները կտրված կակաչների աշխարհի ամենամեծ արտադրողն է եւ 2025 թվականին արտադրել է 2 միլիոն ցողուն։ Հյուսիսային Խորվաթիայում սովորաբար հանգիստ գյուղը կենթանանում է զանգերի, շեփորների եւ ծափահարությունների ձայնից։ Ժապավեններով եւ խոյի բրդով զարդարված դիդի շքերթի մասնակիցները տնից տուն են անցնում, պարում, փեսացու փնտրելով։ Սա այսպես ասած ձմեռը վռնդելու եւ բարգավաճ տարի ակնկալելու արարողություն է։ Ամենամյա այս կառնավալը կենտրոնական Եվրոպայի ամենաանսովոր ձմռան ավարտի ավանդույթներից մեկն է, որի ծագումն անհայտ է։ Դե մենք որևէ գրավոր գրառում չունենք գյուղի հիմնադրումից ի վեր, որը մոտ 200 տարի առաջ է սկսվել։ Իմ կարծիքով սա ինչ-որ հեթանոսական սովորույթ է, որն այսօր ընդունվել է քրիստոնեության մեջ։ Մեր պապիկներն ու նախապապերն անում էին դա։ Մենք շարունակում ենք դա անել ավանդաբար եւ վայելում ենք այն։ Այն մարդկանց ուրախացնում է եւ միաժամանակ զվարճացնում է մեզ։
Ամեն տարի խոյի կաշվից բարձր գլխազարդով սանձարձակ դիդիները փեսացու են փնտրում իրենց հղի հարսնացուի համար։ Այցելում են տներ եւ այլում ուտելիք ու խմիչք։ Նախքան տանտերը կասի, որ տանը փեսացու չկա։ Այսպիսով նրանք շարունակում են մինչև գյուղի ծայրը հասնելը, երբեք չգտնելով փեսային եւ ամեն տարի նորից սկսելով որոնումները։ Տեղացիների համար ամենամյա ավանդույթը գույներ եւ աղմուկ է բերում տարվա այն ժամանակին, որը պատմականորեն դժվար է համարվել գյուղական համայնքներում։ Իսկ զանգակները, որոնք կրում են դիդիները, վանում են մութ ձմեռը եւ ավետում են ավելի լավ օրերի մասին։ Լապասում մեկնարկել է կառնավալի 40-օրյա տոնակատարությունը, ավանդական Descendiero del Pepino, այսինքն վարունգի արտաշիրիմում կոչվող արարողությամբ, որը խորհրդանշական ծես է։ Այսպես են տեղացիները նշում քաղաքի խորհրդանշական չարաճճի կերպարի վերածնունդը։ Հարյուրավոր բնակիչներ են դիտել գլխավոր գերեզմանատան դիմաց կազմակերպված կեղծ հուղարկավորության երթը, որտեղ ավանդական հագուստով մարդիկ փողոցներով տարել են Պեպինոյի մանուշակագույն դագաղը քաղաքային նվագախմբի եւ քաղաքապետ Իվան Արիասի գլխավորությամբ։ 3 շրջանից գեղեցկության թագուհիները փորձել են Պեպինոյին արթնացնել համբույրներով։ Ի վերջո նրան կենթանություն են հաղորդել մեծաթիվ երեխաների եւ մեծահասակների ծափահարությունների ներքո։ Վերակենդանալուց հետո լապասի դրոշի գույներով, այսինքն կարմիր եւ կանաչ հագուստ կրող Պեպինոն ցատկել է իր դագաղից ազդարարելով 2026 թվականի կառնավալի սեզոնի մեկնարկը։ Ժողովրդական խմբերը ապարել են քաղաքային պաշտոնյաների հետ միասին։ Պեպինոն մարմնավորում է լապասի կառնավալի ուրախությունն ու չարաճճիությունը, որը համատեղում է քաղաքային տոնակատարությունն Այմարա ցեղի սովորույթների հետ, այդ թվում պաչամամային զոհաբերությունները։ Ամուսնությունների թվի աճը լուսավոր կետ է Չինաստանի բնակչության տվյալների դաշտում, բանն այն է, որ հրապարակված վերջին պաշտոնական տվյալները ցույց են տվել, որ երկրի ծնելիության մակարդակը 2025 թվականին հասել է ռեկորդային ցածրի, իսկ ընդհանուր բնակչությունը նվազել է 4-րդ տարին անընդմեջ։ Այս ամսվա սկզբին Չինաստանի քաղաքացիական գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն ամուսնությունների մակարդակը 2025 թվականի առաջին 9 ամսվա ընթացքում աճել է 8.5%-ով, ինչը խրախուսվել է կառավարության քաղաքականության փոփոխություններով։ Չինացիները լիահույս են, որ 2025 թվականին ամուսնությունների թիվն ընդհանուր առմամբ կկանգնեցնի տարեկան հարսանիքների անկման միտումը, որը գրեթե անխափան է եղել ավելի քան 1 տասնամյակ։ Չինաստանի արևելյան Սուչժոու քաղաքի հարսանյաց սրահներից մեկի վաճառողները զգուշավոր լավատես են։ Նրանք վստահեցրել են, որ 2024 թվականին ամուսնությունների մակարդակը զգալիորեն նվազել է, քանի որ այն համարվում էր անբարենպաստ տարի ամուսնանալու համար։ Ուստի շատ զույգեր հարսանիքները հետաձգել են մինչև 2025 թվականը։ Տեղական ինքնակառավարման մարմինները շտապել են գրավել ամուսնական զբոսաշրջիկների նոր ալիք, ստեղծելով գրանցման գրասենյակներ գեղատեսիլ վայրերի շուրջ, երաժշտական փառատոներում եւ նույնիսկ մետրոյի կայարաններում, առևտրի կենտրոններում ու այգիներում։ Մարդիկ լիահույս են, որ ամուսնությունների աճը կշարունակվի շնորհիվ այս տարվա բարենպաստ կենդանակերպի ձյու տարվա, որը համարվում է հաջողության ժամանակաշրջան։ Երիտասարդ չինացիների շրջանում ամուսնության եւ ընտանիքի նկատմամբ հետաքրքրության անկումը լայնորեն բացատրվում է երեխաների խնամքի եւ կրթության բարձր արժեքով։ Որոշ քաղաքներ եւ շրջաններ նորապսակների համար դրամական վաուչերներ են ներդրել, որպեսզի խրախուսեն քաղաքացիներին ամուսնանալ։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։